Մանկարժականում երբ Ղուկասյան Արտուշներ պրոֆեսոր ռեկտորը ֆուտբոլային դիվանագիտության թեժ ժամանակներ նա զանգեց ինձ ասեց լարի բան եմ ասելու ըստ էության հարցրել էին թե մի հատ էլ իրեն հարցրեք Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնավորումը ճիշտ է թե սխալ է իմ պատասխան եղել է դրական այն ժամանակ Եվ ինքն էլ երկար զրուցել եմ շատ մի խոսքով նորմալ ինքի հաստատ կհիշի եւ անխուսափելի եւ անհրաժեշտ է նաեւ պետք է հիմա երկրորդ մասով հետո սկսվեց դաշնակցության մի արշավը դեպի խուստուբ այսպես ինչ էր ասում մեր սահմանները բաց են կքայքայվի տնտեսությունը եւ այլն դրանից անցել է շուրջ 30-20 տարի երևի Հիմի նույն լոզունգն է, սահմանները բացեք, էլի քայքայվի, այսինքն 20 տարի Հայաստան չի զարգացել, հարցս հետևյալն է։ Եկող կառավարությունները, որպեսզի պահեն ապահովեն եվրոպական ստանդարտ տնտեսության մասին է խոսքը, քաղաքաբան չկա։ Ինչ են արել այդ ուղղությամբ։ Ինչ կա, բայց մենք իմացանք Սերժ Սարգսյանը Սալյարկա է գողացել։ Հիմա այդպես է չիմացանք, գողացել է թե չի գողացել։ Դատարանը չի ասում։ Եթե առաջի դեմքով Սալյարկա են վաճառել, դուք պատկերացնում եք, եթե այդպես է եղել։ Ինչի մասին ենք մենք խոսում Եվրոստանդարտի, Եվրոպայում Սալյարկի գողություն չկա, ընդհանրապես չի կարող լինել, մտնելով չի էլ անցնում։ Այն էլ առաջի դեմքը Սալյարկի գործ անի, այստեղ գործ անել են ասում գողությունը բան։ Ուզում եմ ասել, այստեղ պիտի նայել թե ով ինչ է արել, ով ինչ չի արել, որպես երկիր չզարգանա, հերթական կառավարություն։ Հովիկ Աբրամյանն ինչ արել, ասում են լավ գործարար մարդ է, Հայաստանի տնտեսությունը եվրոպական ստանդարտին որտեղ վարչապետ եղել, բոլոր տեղերում եղել եւ շարունակաբար այսպես Խոսրով Հարությունյանը ինչքանով է նպաստել Եվրոպա տնտեսության առաջացմանը որ ելնում գիշերցերեք հիմա հոգուտ Ռուսաստանի է խոսում իրենց արդյունքն են զբանանում ուզում եմ ասել Էս դաշնակցություն ինչի հիշեցի ժամանակ մի հատ բան էին դրել բա որ սահմանները բա մեր սմետանը բա մեր կաթը հիմա այդ ասելը այն ժամանակ հասկացանք բա մեր որ բացվեն Բա 30 տարին կառավարության մեջ եք եղել կամ խորհրդարանում 20 տարին Ինչ եք արել որ այդ հաղթարվի այդ վիճակը Էլի նույն լոզունգներն են բա որ բացվի եւ այլն Դրա համար մեղավորությունը պետք է որոնել քաղաքացիական պայմանագիրներ ոչինչ գրեթե չի արել Ես ասեցի հերթական կառավարություններ հիմա Ինչն է բոլոր դեպքերում միշտ քաղաքականությունն է եղել է ինչ եղել է դա հիմա եղել է չես վերադարձել չէ Հնարավոր չի մերելին կենթանացնել Հիմա պետք է կառավարությունը ես առաջարկում եմ Ոչ թե ինքը հազար մի հարց ունի մի հատ աշխատանքային Ոչ թե բյուրոկրատական հարց մերձենող հանձնաժողով առաջացնի այլ եւ համապարփակ եվրոպա ստանդարտ արևմտյան ասենք հիմա եվրոպականը ո՞րն է ուրեմն արևմտյան ստանդարտների ուղղությամբ արագ շուտ լավ աշխատել է պետք եւ Նաև մեջ է երկու հարց կա, կոմպոնենտ, այդ բառը հիմա հայերեն բաղադրիչը կոմպոնենտ են ասում, այս տգետները գիտեն, այդ կոմպոնենտ են ասում, դրա վրա հալած յուղ է նստում, երկու բաղադրիչ կա, որը պիտի արվի, որն է դա, առաջինը անգլերենի իմացությունն է, ազգաբնակչության մակարդակով, տանելի մասշտաբով և համակարգչային տեխնոլոգիաներին և համակարգչին տիրապետելը, մինչև այս հարցերը չլուծվի, Հայաստանի եվրոպական եւ անես բոլորը շատ դժվար հարց է, չասեմ անիրական։ Անգլերեն եւ բայց սրանց փոկել չի լինում, ոնց ասեմ, շորտի փոկել չի լինի ռուսականությունից։ Երևի ես էլ մեջը, բայց ես փոկվել percել եմ իմ համախոներով։ Ուզում եմ ասել, դա մեր համար է, մեր համար։ Հունարեն գիտեիք, լատիներեն գիտեիք, հիմա բոլորը նստել եք մի հատ ռուսերենի վրա ու մախորկա եք ծխում, չէ՞ ավելի։ Երբ Արշինյան վերջին հարցը էր, սահմանադրության օրն էր, մեզ ինչ սահմանադրություն է պետք, ինչը պետք է փոխել արմատապես, որպեսզի Այս նախ հարտավանք այդ ինչ-որ օրենքի ուժով համալրելը մեկ եւ բարձրացնելը։ Ընդհանրապես ասեմ, օրենքները սահմանադրական լինի, ոչ պիտի պարզ լինեն, այդ հոդվածները քիչ լինեն, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, այդ բոլորը սովետի ավանդույթով փողի կրպման շատ կվճարես, այս հոդվածը կլինի եւ այլն, այս բաները։ Պիտի ես մնում եմ իմ կարծիքին, որ մի հաջողակ երկրի
սահմանադրություն պիտի վերցնել, այդ առաջին թերցում, չորրորդ ընթերցում, այս բոլոր խարդախության հոտ է գալիս մեջից, ինչպես ընտրություններ, առաջին աշճան, թաղային, քաղաքայնման, այս բոլորը ում հետ որ կռիվ եք տալիս, թաղում հարցը չփակեցիք, քաղաքում չէ, մարզում եւ այլն, մինչեւ վերջը չհասնի։ Սա ռեակցիոն բան է, 19-րդ դարում ճիշտ էր դա։ Հիմա պարզ պիտի բան անել, ես ասեմ ինչու։ Մի երկրի սահմանադրություն պիտի վերցնել եւ առանձնացնել մի սահմանադիր, այսպես ասենք, հանձնաժողով սահմանադրական, հիմա Պարուհ Հարիկյանը վստահաբար ինձ կպաշտպանի, սահմանադիր ժողով պիտի գումարել եւ ընդունել դարերի համար մի սահմանադրություն։ Թե չէ որ մի գավառցի եկավ, դզեց փչեց իր համար։ Հիմա այս սահմանադրություններն են ինչ որ կա, ինչ որ բան ես անում, չգիտեմ, առաջին, երկրորդ, դե օրենքի ուժով, ոչ օրենքի ուժով, օրենքի ուժը որս է ընտրվել է, թե չի ընտրվել, պիտի պարզեցնել անպայման, մնացածը կաշխատենք, կտեսնենք, բայց որ սահմանադրությունը պիտի բարեփոխվի արմատապես, իմ կարծիքն այն է, որ սահմանադիր ժողովով եւ մի որոշ երկրների օրինակը վերցնել անել, դնել մի փաստաթուղթ տակը, բայց ոչ ռուսականը, հենց ասում ես Ռուսաստան են հասկանում։ Ես առաջարկել եմ Գերմանիան, ասեմ ինչու համար, որտեղ մենք խորհրդարանական հանրապետություն ենք, եւ այդ նա դեմոկրատական է, բայց այդ դեմոկրատիան մեջը նյուանսներ ունի, դա գոչվում է նաև կանցլերական դեմոկրատիա, մեզ դա խիստ անհրաժեշտ է, որտեղ չպետք է մոռանանք, որ հիմա վարչապետը կասեն Ադրբեջան, Թուրքիա եւ այլն, այս բոլորը, բայց մեր աշխարհագրությունը մեզ պարտավորեցնում է ունենալ ուժեղ, կազմակերպված ժողովրդավար պետություն, մշակութային պետություն, այնպիսի մշակութային, ինչպիսին Ավստրիան է, այս կարգի պետության մասին խոսքը։ Դրա համար պետք է մեր սահմանադրությունը նման լինի ինչ-որ չափ մոդելային իմաստով այն պետությունների սահմանադրություններին, որոնք անվտանգության հարցեր ունեն։ Գերմանիան ունի։ Դրա համար Հիտլերից հետո նրան ամերիկացիք են օգնել, մի սահմանադրություն տվեցին, որը ապահովեց Գերմանիայի ծաղկունքը։ Հիմա ես մի անձնական դրվագ ասեմ, եւ որը ունի ուժեղ կենտրոնացված կանցլերական իշխանություն, սա հիմա այս ռևանշիստները կմեռնեն իմ ասածից։ Այդ ասում են ինչ բաներ, ուրեմն որտեղ մեզ պետք է, մենք չենք կարող թափթփված պետություն ունենանք, երբ որ ամեն մի ուրեմն չլողացած մարդ եղունգները սրի, ոստիկանի մարմինը մտցն եղունգները, բան թույլատրելի բան է, ուրեմն անվտանգության հարցերը պիտի կարգավորվեն, բայց կանցլերական կենտրոնացված քաղաքական կենտրոնով իշխանությունը, որը կկարգավորի պետության բոլոր հարցերը եւ այլն, այս սրա զուգահեռ պիտի ունենանք Բունդեսթագի նման մարմին։ Հիմա պարլամենտ, որը մենք չունենք։ Մենք ունենք պարլամենտ, որը սովետական է։ Հիշեցեք, ՀՀՇ-ի ժամանակ կար կոմունիստներ էին, հետո ՀՀՇ-ն էր։ Հետո փոխվեց, այդ կոմունիստները գունափոխվեցին, դարձան դեմոկրատներ, այսինքն երբ բևեռ մի բան է, եւ մնացածը ներս մուտք չունի, երրորդ ուժ ոչ թե թվով, այլանդրանք երրորդ ուժ ինչ-որ ես էի ներկայացնում եւ պահանջում էի, դա գոյություն չունի, հետեւաբար դա դեմոկրատական չի կարող լինել եւ այստեղ պարլամենտարիզմ չի կարող լինել։ Ուրեմն տեսեք, այս ռևանշիստները մինչև մի ձեն չէին հանում, մինչև գլխներին չջացվեց այդ թերությունը։ Հիմա ռևանշիստներն են պարլամենտարիզմի պակասից խոսում։ Բա դուք որտեղ եք, որ ձեր իշխանություններ չէիք խոսում, որտեղ դա չի եղել, իսկ առանց դրա դեմոկրատական պետություն չենք ունենա։ Հիմա ի՞նչն է հարցը։ Ես ժամանակին 2 տարի կլինի երևի առիթ կար եւ հանդիպեցի բարոն Ռիխտերի հետ ֆեդերատիվ Գերմանիայի ուրեմն դեսպաններ, գազնը չեմ ասել, շատ հետաքրքիր է։ Ուրեմն երկար զրույց եղավ տարբեր հարցերի միջև, ինձ հետաքրքիր էր Գերմանիայի պետության մեխանիզմը եւ այլն, որտեղ ինքս հետաքրքրվել է եւ ինչու է Գերմանիան, որտեղ նա պատերազմներ հաղթարած պետություն է, մենք պատերազմներ հաղթարելու կարիք ունեցող ժողովուրդ պետություն ենք։ Այս էր անալոգիա կար։ Եվ ես, երբ որ անձի իմաստով
Կոնրադ Ադենաուերի մասին եւ նրա քաղաքական իմաստության մասին ինչ-որ բաներ, ինքը գիտեք ինչ ասեց ինձ, եւ որ ես ընդունեցի տեղում, այսպես ասեմ, ասեց անշուշտ այդպես է, որ շատ իսկապես նա եւ այլն, բայց ասեց ձեր հաջողության մի զգալի մասը պայմանավորված է Գերմանիայի պարլամենտով, Բունդեսթագի դեմոկրատական եւ ընդհանցակարգային կառուցվածքով, որտեղ ասես մենակ եթե չլիներ խոսքեր մոտավորապես այսպես էր, եթե չլիներ Բունդեսթագն այդպիսի իր պոտենցիալով կառուցվածքով ֆունկցիավորում եւ այլն, Ադենաուերը այդ հաջողություն չեր ունենա, ինչ որ Գերմանիան արեցին, ես հետո երկար եմ, դե միշտ զբաղվել են, տեսա որ ինքը ճիշտ է ասում եւ ես մտադեր էի ասում եք քրիստոնյա ժողովրդավարություն որ խորհրդարան մտնի այդ մեխանիզմը եւ այն առաջ կմղի, բայց դե մարդիկ որոշեցին որ պետք է մնան ռուսական աղբանոցի այդ դիրույթում, դա իրենց կորզն է։